Բարիլույս ժողովուրդ։ Վերջապես ես հասել եմ Ֆլորենցիայի կենտրոն։ Ժողովուրդ երևի մի ամիս կենտրոն չեմ իջել։ Պատկերացնում եք։ Եվ այսօր եկել եմ այստեղ, կոչվում է Վիլլա Բարդինի։ Գնում եմ Ջարդինո Բարդինի իրականում, որովհետև ուզում եմ տեսնեմ գլիցինիայի ծաղկումը, ընկերներ ջան, այդ իսկ պատճառով քայլում եմ դեպի այդ կողմ, բարձրանալու ենք Սար, մարդիկ աշխատում են ինչպես միշտ, գործը եռում է, ինչի են դիմացը կանգն է, հետաքրքիր է, մուտքը սա է, մարդիկ ինչ-որ կանգնած են, չգիտեմ ինչու, կարողա չի բացվել, դեռևս, կարողա 10-ին է բացում ժողովուրդ, 10-ին է բացում, սպասենք ուրեմն, այո, բացում է ժամը 10-ին ժողովուրդ, բոլորը սպասում են, ես էլ բոլորի հետ հավասար, այստեղ գրած է դրան վրա, ապրիլին, մայիսին, հունիսին, հուլիսին, օգոստոսին, սեպտեմբերին, բացվում է ժամը 10-ին, ընկերներ, սպասենք, տեսնենք, երբ ենք մտնում, ընկերներ, եթե ճիշտ հասկացա, մուտքը 10 եվրո է, բայց ես ոչ մի բան չեմ վճարել, որտեղ Ֆլորենցիայի գրանցում ունեցող մարդկանց համար անվճար է։ Եվ շատ թանգարաններ կան, որ եթե Ֆլորենցիայի ռեզիդենտ եք, անվճար է, ընկերներ։ Պես որ գնացինք անվճար։ Օ, գեղեցկություն։ Գնացինք, բարձրանանք մի քիչ Սար, ժողովուրդ, նայենք ես գեղեցկությանը, իդեպ ես վիլան կարող եք այցելել նաև առանց գլիցինիայի ծաղկման, որովհետև այնտեղից բացում է շատ գեղեցիկ տեսարան, ընկերներ շատերը չգիտեն, բայց այդպես է, գնանք, տեսնենք, այսպիսին է, ինչպես միշտ վերտալյոտ, այսինքն Սարի վրա է ինքը, ունենց հետաքի ժողովուրդ, հիմա կիչնեմ ձեզ ցույց կտամ, Ֆլորենցիայի տարբեր հատվածներում տարբեր ջերմաստիճան է, որովհետև օրինակ մեր թաղամասում, եթե հասցնեմ այսօր ձեզ ցույց տամ, արդեն գլիցինիան ծաղկե վերջացրել է, մնացել են շատ քիչ ծաղիկներ։ Նույնը ստեղ, հիմա եթե ստեղից իջնեմ ներքև, որտեղ որ Պոնտեվեկիոն է, շատ քիչ է մնացել, որպեսզի ծաղկի։ Իսկ համարյա թե ամբողջը ծաղկել է, իսկ ստեղ, քանի որ Սար է, այստեղ ամենաուշն է ծաղկում, ինքան հետաքրքիր է։ Այ դες ասեմ երևի այսենց ապրիլի է սկիզբը, հեսա գնանք տեսնենք ուր է հասե, ինչքանն է ծաղկե, կա այսենց ճանապարհ եւ կա այսենց ճանապարհ։ Ես այսրանով եմ գնում, որտեղ այստեղ աստիճաններ են հենց մի անգամից շատ ուժեղ թեքությամբ բարձանում են վերև ընկերներ։ Ու շատ գեղեցիկ տեսարան է, ասեմ ձեզ։ Այնուհետև կգնանք այնտեղ։ Ընկերներ ջան։ Այսպիսով քայլենք։ Այս ծառները շատ գեղեցիկ է, սա էլ կթափվի եւ կդառնա կանաչ։ Ծառեր կան, որ սկզբից ծաղիկներն են ծաղկում, հետո նա կանաչում է։ Այս այդ ընտանիքից է։ Ընկերներ ջան։ Այսօր, փակել են այս ճանապարհը։ Ցավոք սրտի գնացինք այնց։ Արդեն այնտեղ մարդ կա, գիտեք վերևը։ Երբ են մտել, չգիտես։ Երևի աշխատողներն են։ Հայլենք։ Բարձրանանք։ Բաց ճանապարհով բարձրանանք։ Երևի վերանորոգում է։ Այսպես ընկերներ։ Այնքան հետաքրքիր էին իրար հետ
Այնտեղ երկու տուրիստ, իտալացի են, բայց երևի տուրիստ են, որտեղ չգիտեին, ուրիշ քաղաքից են երևի։ Իրար հետ էին գալիս տրամվայով, ամբողջ ճանապարհ հարցնեն որտեղ իջնեն, ոնց գնան, ուր հասնեն, ոնց վճարեն, այնքան հետաքրքիր նայել, երևի իրենք կվճարեն, երևի իրենք Ֆլորենցիայի բնակիչ չեն։ Իրենք երևի ստիպված պետքա վճարեն։ Ընկերներ ջան, գնացինք։ Աշխատանքներ են ինչ որ գեղեցիկ տերասայում, այս պալացոյի բերել են այստեղ, շինարարություն են անում, իտալերեն սա կոչվում է գրու։ Արձանանք այս գեղատեսիլ վայրերով, ժողովուրդ ինձ մի քիչ շունչ էր պետք, ես արդեն չէի կարողանում տունը նստել ընկերներ, արդեն գժվում էի, ամբողջ օր կամ համակարգչի առաջ, կամ խոհանոցում, շատ ծանր էր, կամ շինարարությունում, շատ ծանր էր ժողովուրդ, մեր մեջ ասած, բայց դե էդ էր, ոչինչ չէի կարող անեի, փոխել են ճանապարհ, ինչ հետաքրքիր է, ինչ են փոխել, վերանորոգում են, թե ուղղակի որոշել են այս սենց անել ճանապարհը, թե ինչ չգիտեմ, բայց իրունա, նա կարևորը գնանք տեսնենք ծաղկելա, թե ոչ, սենց էլ ճանապարհ կա, ես սենց էլ, ես այս մեկն եմ սիրում, հա լավ, այս մեկը բաց է, այս մեկը բաց է, տեսեք ինչ գեղեցիկ տեսարան է, կտուրները, մարդկանց տերասաները նայեք, չէ մարդ աստեղ ապրում պատկերացրեք, սենց տեսարանով, սենց տանը, հիանալի աղեքի, ընկերներ, շատ գեղեցիկ է, ասա որ բարձրանակ վերև, չեք պատկերացնում այնտեղ ինչ գեղեցիկ է, որտեղ շատ բարձր է, չի հասնում Պիացցալե Միքելանջելոին, բայց որպես պանորամ տեսարան հիանալի վայր է, չգիտեմ ինչ տուրիստները չեն գալիս այստեղ, միգուցե որտեղ վճարով է, կարող դրա համար չեն գալիս, ընկերներ ջան, այսպիսին է նայեք, տեսնում եք աշճանների քանակը, գժվել գալի այսքան բարձրանալ, բայց դե բարձրացանք, աշճանները շատ հետաքրքիր սարքած են սալիկներից էլի, այսինքն կավի նկատի ունեմ, գնացիք, հա, ծաղկել արդեն տեսա նրա մանուշակագույնը, ընկերներ, բնությունը ստեղ իհարկե հիանալի է, բարձրացանք, այստեղ երկու անգամ գաս արդեն սպորտ է ժողովուրդ, կարող ես էլ ոչ մի սպորտի չգնալ, ես այստեղից հետո այնտեղից կգնամ, որ այս բոլոր աստիճանները չբարձրանամ ժողովուրդ։ Նենց էլ անհարմար աստիճաններ են բարձր։ Իսկական սպորտ է ժողովուրդ։ Այսպես գնացինք, այսպես։ Տեսնում եմ արդեն, դարձանանք, նույնիսկ եստեղ են մի փոքրիկ տնկեր տեսեք, ստեղ էլ արդեն երևում, գնացինք, արեք տեսարանը, անպայման այցելեք ժողովուրդ, եթե կլինեք մինչև ապրիլի վերջ Ֆլորենցիա, անպայման հորդ եմ տալիս գաք ստեղ, այս լրիվ չի բացվի, ոնց որ գիտեք, ինձ թվում է, հա, լրիվ չի բացվի, կարելի է մի շաբաթ էլ դալ, ասում ես այնքան բարձր է ստեղ, հələ նայեք որտեղ եմ, տեսնեք որտեղ եմ,
որ այստեղ շատ ուշ է բացվում։ Շատ ուշ է բացվում։ Ավելի ցուրտ է։ Ոչինչ, մի շաբաթ նորից կգանք։ Բան չի լինի։ Ինչքան վերտալետ է ոստիկանության։ Մարդիկ արդեն հոգնել են այս դիքից, անտանելի դիք է իհարկե, աստված, բայց հասանք, բայց լրիվ չի բացվել, ցավոք սրտի, եթե հավես ունենամ, իհարկե, մի շաբաթ կգամ, իսկ ես մարդիկ որտեղից են, եթե 10-ին է բացվում, առաջանում է հարց, Եվ են իրանք մտե, և ոնց, եթե պակեր դուրը, հորեմ որիշ ճանապարար են մտե, նայեք հլի չի բացվա, հլը կոկոմներ է, ստեղ իրուք շատ սուրտ է, նայեք ինչ գեղեցկություն է, սաղ գժված նկարում են, նայեք, Սանտա Կրոչեն է։ Ամբողջը չի բացվել։ Տեսնեմ, եթե իսկապես սա օրտենզիա է։ Եթե հավեսս տա, ժողովուրդ ջան, անպայման կգամ։ Ահա որ դիք է իհարկե։ Ըստե նայեք ինչ սիրուն է։ Ըստե նայեք։ Որ ամբողջն է ծախում, իհարկե ավելի գեղեցիկ է։ 70 մետր է այս կամարը, 70 մետր գեղեցկություն։ Այստեղ գալիս են Հարսանյաց ֆոտոներ են անում, գալիս են նկարվում են զույգերը, ֆոտոսեսիա են անում։ Որտեղից են այս մարդիկ մտել։ Ինձ հիմա մենակ դա է հետաքրքիր։ Պետք է ասեք որտեղ էի։ Այն կամուրջը տեսնում եք, այն դեղից եկել եմ ստեղ, ասենց ուղիղ սար եմ բարձացել, ժողովուրդ, մեռնելու բանը։ Երևի ես գլիցինը չեմ տնգի մոտ, որովհետև ինքան կարճ է իր այս սեզոնը, ու ամբողջ տարի դու տեսնում ես միայն այս փայտը ու վերջ։ Մեկ էլ ծաղկում այսենց, հետո սա թափվում է, ինքը կանաչում է ու վերջ։ Իրա Սեզոնը ավարտվեց, ցավոք սրտի մի քիչ կարճ է իր այս սեզոնը, էլի, ժողովուրդ, նայեք, հələ լրիվ չի, կարելի է մյուս շաբաթվա մեջ նորից գալ, միևնույն անվճար է ինձ համար, նորից գալ, նորից զբոսնել ընկերներ, հələ շուտ է, այնտեղ սրճարան կա, հիանալի տեսարանով, ժողովուրդ ջան, ընկերներ եկեք գնանք ուրիշ տեղ ձեզ ցույց տամ գալուց պետք է բարձրանալ անպայման այստեղ մտնել այս զեյթունի ծառերի մեջ ու ես ձեզ հիմա ցույց կտամ ամենագեղեցիկ կետը որտեղից սա պետք է նայել ու նկարել այստեղ Սա ձեզ ցույց կտամ։ Նայեք, այստեղից ինչ մանուշակագույն է ուժեղ։ Այս է կետը։ Իմացող մարդիկ են նայեք, ոնց եկան, պետք է հեռու գնանք, մի քիչ բարձրանանք։ Այստեղ նայեք այս ծառը։ Այստեղ նայեք։ Այս վերտալյոտը սպանեց։ Ժողովուրդ։ Տեսնում եք։ Նայեք։ Սա արժանի է, որ դուք անպայման ապրիլին այցելեք Ֆլորենցիա։ Որտև այս գեղեցկությունը միայն ապրիլին է այստեղ։ Այսինքն չեմ ուզում շատ իջացնեմ, մի հատ աղջիկ է նկարվում ֆոնին։ Չեմ ուզում հարամանեմ իր նկարվելը ժողովուրդ։
Հիանալի տեսարան, հիանալի վայր, ժողովուրդ, այստեղ այցելելու համար։ Ժողովուրդ մի հատ նայեք այս ճոխությանը, խելագարվել կարելի, հələ ստեղ նայեք։ Ես ձեզ ասեմ, մի շաբաթից այս սրանք բոլորը կբացվեն, չեք պատկերացնում ստեղ ինչա լինելու։ Գույն, միայն գույն, մանուշակագույն, ուժեղ գույն, մի հատ նայեք ուր է հասնում, տեսնում եք, չքնաղ գեղեցկություն է ժողովուրդ, սա, ու ինքան հետաքրքիր է, այն մասը մի քիչ ավելի ցածր է, ավելի բացված է, քան այս մասը, իսկ այս մասը ամենաբարձր, ընդհանրապես չի բացվում, տեսնում եք, ես ձեզ ասեմ, Ֆլորենցիայում շատ հետաքրքիր բնություն է, շատ, այսինքն մենք այն ներքևն էինք, նույն օծնա, չէ, մի քիչ ներքևն էինք, մի քիչ վերևն էինք, այնտեղ արդեն ծաղկե վերջացրել, այստեղ դեռ չի բացվել։ Ընդամենը մի քանի րոպեի բան է, հեսա ես քիչն եմ ձեզ ներքև ցույց կտամ։ Այս ամենը հələ պետք է բացվի ու դառնա այս sense։ Մեր ռուս զբոսաշրջիկներն են, նկարվում են բոլոր հնարավոր եւ անհնար կետերից, ժողովուրդ, այս ուզում ձեզ ցույց տամ այն մասը, որ ավելի լավ է բացվի, նայեք։ Զգում եք ոնց այնց հոտ է այստեղ։ Հələ նայեք ոնց է բացվում այստեղ։ Զգում եք ինչ փարթ ամեն։ Ընդամենը մի քանի մետրի հեռավորությամբ, ստեղից այնտեղ, քիչի եմ 5 մետր, 6 մետր, հա, պատկերացնում եք։ Այսքանը բացվել է, այնքանը դեռ չի բացվել։ Շատ յուրահատուկ բնություն ունի այս քաղաքը։ Իզուրջի վրա ունի Ֆլորենցիա է, այսինքն ծաղկող Ֆիորենցիա, անհնար է այստեղ։ Իհարկե այստեղ ապրելը մի հաճույք է։ Պատկերացնում եմ, որ այս բոլոր մարդիկ գալիս են այստեղ վճարում են, նստում են ինքնաթիռ, որ գան ընդամենը 10 րոպեով այս ամենը տեսնեն։ Ես կարող եմ ամեն օր գամ։ Բայց չեմ գալիս, ժողովուրդ, դա խնդիրը, չեմ գալիս։ Առաջ ընկերներս միշտ ասում են, ներնեք քեզ, կարաս տնից դուրս գաս, նույնիսկ քայլելով, գնաս կենտրոնում, զբոսնես, նայես այս գեղեցկությունը, բայց իրականում ժողովուրդ, ոչ տեղ ապրում ես։ Դու այնքան բան ունես անելու, որ իսկապես չի ստացվում։ Ես առաջ իհարկե շատ ավելի շատ էի գալի, երևի ամեն շաբաթ գալիս էի կենտրոն։ Մի քիչ իմ զբաղվածությունը ավելի քիչ էր։ Երեխաները մեկն էր կամ դեռ չկար։ Ես կարողանում էի ինձ բաներ թույլ տալ։ Իսկ հիմա ընկերներ աշխատանք, տուն, բազմաթիվ պրոյեկտներ իմ գլխում, որոնք պետք է իրականացվեն։ Երեխաներ, հոգսեր եւ այս ամեն ինչ անցնում է երկրորդ պլան։ Բայց մեկ-մեկ կարելի է փախնել տնից եւ գալ։ Դեռ իրանք փոքր են, այն մեծը հələ մի փոքր հասկանում է, բայց հոգնում է։ Ինքը ասում է, ես հոգնել եմ, արի գնանք տուն, կամ արի գնանք ռեստորան, իրան մենակ դա է հետաքրքրում։ Դրա համար ես միայնակ եմ սենց փախնում եւ վայելում, ընկերներ։ Այսպես։ Ձեզ էլ իմ հետ եմ վերցնում բնականաբար, որ դուք էլ տեսնեք։ Իտալիայում եւ Ֆլորենցիայում ամենավատ բանը գիտեք որն է, այս ձայները։ Ամեն տեղ շինարարություն է, ժոր գժվել կարելի է ուղղակի։ Ամեն օր եք միացեղ նայեք հələ։ Լես գեղեցկությանը նայեք։ Կամելիա է։ Կամելիա։ Այսպիսի գեղեցկություն է, որ այսպես թափվում է եւ իր տակը ստեղծում է մի հատ sense վարդագույն խալի։ Հələ ստեղ տեսեք, լես գույները նայեք։ Հələ ստեղ նայեք, ժողովուրդ։ Գժվել կարելի է։ Նենց արևա ժողովուրդ, չեք պատկերացնում, ոչինչ չեմ տեսնում, ինչ եմ նկարում։ Այստեղ հետևով այսպես ճանապարհ կա, կարելի է պտտվել, որտեղ այնտեղ դեռ հրապարակ կա, հեսա կհասնենք այնտեղ, ընկերներ։ Այստեղ էլ կան կամելիաներ, փոքրիկ ծառեր են դեռևս։ Դեռ աճման ընթացքում են։ Տեսեք, վարդագույն, շատ գեղեցիկ են։ Ընդհանրապես Ֆլորենցիայում բնությունը շատ գեղեցիկ է։ Գերներ։ Իդեպ, եթե սեն շարունակենք ճանապարհը, կգնենք Բոբոլի այգիներ։ Բավական երկար սենց դիք է, բայց կհասնենք այնտեղ, ընկերներ ջան։ Անտառը, մի ամբողջ անտառը, ու սա Ֆլորենցիայի կենտրոնն է, ժողովուրդ։ Այն որ ասում եք տեղ չկա, Ֆլորենցիայում այգի չկա, կանաչ չկա, այս չկա, ինչ չկա, էսա, տեսեք որ կա,
Գերներ ջան, տեսեք որ կա, ամեն ինչ կա, նայք ինչ տեսարաններ է, գժվել կարելի է, ժողովուրդ, այսպիսի սրճարան կա, այստեղ իհարկե իր սանհանգույցով ամեն ինչով, ես սպասեք մի հատ լավ տեղ ընտրեմ, գնամ լավ հեռու, որ Սանտա Մարիա դել Ֆիորեն տեսնեմ, չգիտեմ նույնիսկ կտեսնեմ, թե չեմ տեսնի, չէ, չեմ տեսնում, ինքը շատ հետ է, լավ, կարևոր չի, այդ հետո կտեսնենք, այստեղ կնստեմ, այստեղ կնստեմ, կխմեմ իմ սուրճ, ես սուրճ չեմ խմե ընկերներ, ոչինչ չեմ խմե, այս տեսարանը տեսնում եք, նայեք, մի քիչ էքսկուրսիա անեմ այստեղից, մենակ եմ գիտեք, չգիտեմ ինչի ոչ մեկ չի գալիս, այս վերևի հատվածը բոլորը նստում են այս ներքևը, իդեպ առաջ չկային այս երկու շարքերը, որոշել են մի քիչ գումար աշխատեն, երկու շարքեր ստեղ են ավելացրել, գերներ, բայց ոչինչ, իրանց կարելի է ինձ թվում, այս տեսարանով հանդերձ իրանց կարելի է, ինձ բերեցին մենյուն, հեսա ձեզ ծանոթացնեմ գներին, սա եթե հաշվի առնենք իրա տեսքը, իրա վայրը, համեմատած թանկ վայր է, մնացած կենտրոնում սրճարանների հետ, եկեք գները ստուգենք, սուրճ, էսպրեսո 2.5 եվրո, կապուչինո 4, մարոկինո 3, կաֆե ֆրեդո, այստ լատե, կաֆե շակերատո, կաֆե լատե, փոքր ինչ-որ բաներ էլ կան սնվելու, ինչքան ես հասկանում եմ, կարելի է ապերիտիվ անել այստեղ, իդեպ բացա մինչև ժամը 8 ընկերներ, հեսա տեսեք ինչ սնունդներ էլ կան, կրուասան 3 եվրո, բարում ներքևը կլինի 1.20, եթե հաշվի առնեք, հա, ստեղ 3-ա, ֆոկաչա և այլ, փոքրիկ ինչ-որ սնվելու բաներ կան ընկերներ, այսպես, հիանալի վայրա, գալ սենց կտրվել ժողովուրդ, չեք պատկերացնում, ամեն ինչից, մի հատ նայեք սարերը, դասեք մոտեցնեմ, մի հատ նայեք ես բոլոր սարերը, իտալերենում ասում ենք կոլինե դի Տոսկանա, մի հատ նայեք ինչ գեղեցկություն է, սա Սանտա Կրոչե եկեղեցին է, սա հենց ճակատային հատվածն է, իր հրապարակը իր դիմացի այստեղ է, սա գրադարան է, այն հետևում կա սինագոգա, նույնիսկ ընկերներ, ինչ շատ է դուր գալի այս շերտերը, այս սարերի, որ սենց միտսեք մարախուղոտ երևում են իհարկե այդ Տոսկանա, իդեպ այս բոլոր սարերը նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ են ներգրավված և այդպես պատճառով որևէ մեկը չի կարող հող գնել և տուն կառուցել, դա արգելված է, սա նույնիսկ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ, ձեռք տալ չի կարելի, որպես պատմական արժեք, մարդկության պատմական արժեք ընկերներ։ Սպասենք իմ սուրճին, տեսնենք լավն է։ Ես սպասում եմ իմ սուրճին ժողովուրդ, տեսնենք երբ եմ բերում։ Ինչքան մարդ սկսեց հավաքվել, ես ձեզ ասեմ ավելի լավ է գալ ժամը 10-ին։ Սառույցի ձայն էր։ Որովհետև եթե սա լցվի, նախստե նստելու տեղ չի լինի ժողովուրդ, հետո էլ այն հատվածում, որտեղ այս կամարն է գլիցինիայով, այնքան մարդ կլինի, որ չի կարողանա ոչ նկարվել, ոչ մի բան տեսնել։ Սա ինչ-որ խումբ է, ինձ թվում է նույնիսկ դպրոցի։ Գիտեք, բարձր դասարանների, որտև իրանց շատ հաճախ են բերում հանգարաններ, շատ հաճախ են բերում սենց վայրեր, պատմում են։ Ինչ ավես է, չէ։ Իմ սուրճը բերեցին ընկերներ, իմ սուրճը բերեցին, մի հատ էլ կոնֆետ, հեսա կխմենք տեսնենք լավն է թե ոչ, ոչինչ, նենց չի որ շատ լավն էր, բայց սենց վայրերի համար ես էլ օքեյ է, սուրճս խմեմ, իջնեմ այս հատվածը, ձեզ այս հատվածից ցույց տամ ամբողջը, իրականում նախկինում կարելի էր բարձրանալ այս դռներով, սենց ուղիղ այդ աշճաններով գալիս եք, իհարկե շատ ծանր է, դժվար է բարձրանալ, բայց սիրուն էր բարձրանալ այդ տեղում։ Ահագին մարդ եք, ժողովուրդ, ահագին մարդ եք։ Ժողովուրդ ճիշտ էի, դպրոցի մի դասարանն է, այն էլ դասախոսն է, ոնց եմ ես սիրում իրենց այս
էքսկուրսիաները չեք պատկերացնում, նույնիսկ մեր փուճուրներին են բերում պատկերացնում եք, այդ մանկապարտեզին ընդհանրապես չեն հասկանում ուրեն ինչ են, բերում են, հետո էլ ասում են, այս թեմայով նկարեք, այս թեմայով, չգիտեմ, պատմեք, նայեք, երկու խումբ է փաստացի, մեկ խումբ, բանել երկու խումբ, ամեն մեկը ունի իր ղեկավարը, պատկերացրեցիք։ Հեսա մեր երեխաներին այս քանի օրը տանելու են Մուկիզ գործարան, Մուկին դա կաթնամթերքի գործարան է, որ արտադրում ամեն ինչ, սկսած մոցարելայից, կաթից, ամեն ինչ տանելու են, որ ցույց տան ոնց հանդեղ արտադրությունը տեղի ունենում։ Հետո բերելու են կենտրոն, բայց չգիտեմ որ թանգարան, կասեն երևի մեզ առանձին։ Ժողովուրդ Մետնայք ինչ հրաշալի վայր է։ Այստեղ էի ես նստած, այն վերևը սրճարանում։ Այս է ամբողջ 70 մետրը։ Էլ եմ կրկնում մյուս շաբաթ երևի։ Այն մյուս շաբաթ կլինի ոնց որ այն հատվածում ամբողջը ու կլինի մի հիանալի տեսարան։ Ամբողջը տուրիստներ են ժողովուրդ։ Լսում եք ժողովուրդ, ինչ մեկի ծնունդն է։ Ինչ մեկի ծնունդն են նշում։ Այն վերև այդ երեխաներն են, հա, դրա համար են եկել երևի ամբողջ խմբը։ Այսինքն գալիս են երեխաների հետ ցենց հավես նստում են, պիկնիկ են անում։ Շատ սիրուն է։ Ընկերներ ջան։ Անպայման եկեք այստեղ։ Բաց չթողնեք այս վայրը։ Ես մի քիչ տաք եմ հագել այս եղանակի համար, բայց ոչինչ լավ։ Այստեղ այդպես է, շատ ցրտից մի անգամից գնում ես շոկ։ Իտալիայում այդպես է, հատկապես Ֆլորենցիայում։ Իջնենք, անպայման մի շաբաթ կաշխատեմ գամ ես ընկերներ։ Նայեք ինչ դիքա։ Այս հատվածում շատ քիչ է համարյա թե չի ծաղկե։ Մի քիչ առաջ գնանք, հեսա ձեզ ցույց կտամ, ինչ գեղեցիկ է։ Ինչ լավ ծնունդ են անում, պիկնիկ են անում։ Համ պիկնիկ են անում, համ ծնունդ են անում։ Նայեք այս գեղեցկությունը։ Ես արդեն իջնում եմ, ինչպես արդեն ասացի կվերադառնամ, որ տեսնեմ նրա ավելի ծաղկած վիճակը, բայց գիտեք ինչն է հետաքրքիր, երբ որ դու տուրիստ չես, դու հետևում ես նենց հետաքրքիր նայել ուրիշ մարդկանց ժողովուրդ, ինչ ձայներ են լսվում, վայ, ոյ, միայն էս ենք լսում, նենց հետաքրքիր է այս տեսաները նայում են սենց գժված, վայ, հլստե, հլնդե, նենց հետաքրքիր է այդ ամեն ինչին հետևել եք պատկերացնում ժողովուրդ։ Այս ռուս տուրիստներ են։ Ընկերներ, ամբողջ ընտանիքով։ Օ, մի հատ նայեք, ես կմեռնեմ, ես ճտերին տեսնում, գժվում եմ։ Բերել են մանկապարտեզ չի, ես երևի դպրոցի առաջին, երկրորդ դասարաններն է, եւ 6-7 տարեկանի տեսք ունեն։ Մտ նայեք ինչ լավն են, հլը նայեք ինչ լավն են։ Բերել են իրանց ստեղ։ Ինչ լավն է, ես կգժվեմ։ Իրանց պայուսակներով, գլխակներով գժվել կարելի է ժողովուրդ, այս պստոներին բերում են ծանոթացնեն, հեսա նայեք, այստեղ սկսում է, այսեն 70 մետր բարձանում է, ու ես այն տերասայում եմ, հիմա այստեղ եմ, ընկերներ ջան, ժողովուրդ, դուք ինձ շատ հաճախ կոմենտարներում հարցնում եք, որ ես կիսվեմ Իտալիայում ապրելու դրական կողմերից, երևի ես ձեզ ասեմ, այս ամենամեծ դրական կողմերից մեկն է, որ դու գտնվում ես անընդհատ գեղեցկության մեջ ժողովուրդ, անընդհատ, ես ձեզ ասեմ երևի համար մեկ դրական կողմը, չհաշված բոլոր բացասական կողմերը, որ այստեղ կան և դրանք շատ են,
երևի սա է։ Երևի սա է, որ շատերին պահում է, գիտեք, ես ձեզ ասեմ, երևի սա է ժողովուրդ, որտեվ այլ չգիտեմ ինչ կարող եմ ասեմ, այս գեղեցկությունն է, ամեն քայլա փոխի։ Այսօրվա համար բավարար էր, թարմացա, ուղեղս մի քիչ անջատվեց տնից և գործերից, ընկերներ, կարող եմ վերադառնալ և շարունակել իմ գործընթացը, աշխատանքը ընկերներ, այնպես որ շարունակենք, նայեք ինչ տեսարան ստեղծեց։ Ինձ սպանում է այս տունը մի հատ նայեք հələ։ Հիշում եք այստեղ ապրում եմ, այս իրա տերասան է։ Պատկերացնում եք։ Ինքը ամեն օր սա տեսնում է, ընկերներ։ Ամեն օր։ Ինչ-որ խումբա տուրիստական։ Դուրս եկանք, այս ամբողջը վիլլա Բարդինին է։ Շարունակաբար տուրիստները գալիս են, նայեք։ Բոլորը գիտեն այս ծաղկման շրջանը և այստեղ իհարկե հերթեր են լինում դրա պատճառով։ Շարունակենք։ Ուզում տեսնեմ ընդեղ մի քանի հատ գլիցինյա կա, եթե մի բան մնացել է իրանցից, նայեք ես ներքևն եմ արդեն, ես արդեն սենց ասենք Ֆլորենցիայի կենտրոնի մակարդակի վրա եմ։ Հեսա ձեզ ցույց կտամ, կտեսնեք ոնց է ծաղկել վերջացրել։ Եթե լինում են որևէ ցուցահանդեսներ, ապա Վիլլա Բարդինին, Մուզեո Բարդինի, սա է։ Այստեղ է լինում։ Այնտեղ գնում ենք միայն այգու համար, այգու մեջ բարձրանալու համար, մուտքը միայն այնտեղից է։ Եվ եւս կա մուտք ամենավերևից, որ դուք շատ սար պետք է բարձրանաք, որ հասնեք այնտեղ, կամ Բոբոլի այգիների մեջից, ընկերներ։ Քայլենք։ Այս հատվածը շատ մարդ չի լինում սովորաբար։ Գնանք։ Ես այսօր էլ ժամանակ չեմ ունենա այլ բաներ անելու։ Իդեպ Ֆլորենցիայում ուշադիր եք լինում այս նշաններին։ Ունենք հատուկ արտիստ, որին թույլ է տրված է այս բոլոր նշանները նկարազարդել և շատ հումորային բաներ ստեղծել, ընկերներ ջան։ Քայլենք, տուրիստների քանակը չի վերջանում։ Բոլորը համոզված են, որ գնում են այդ կողմ։ Համոզված են։ Մի հատ այնտեղ կա, մի քիչ մնացել է։ Մանուշակագույն մի փոքր տեսնում եմ։ Հեսա քայլեմ ձեզ ցույց տամ։ Չալարեմ, այս բարձանալիչներուց սպորտ արեցի արդեն, ընկերներ ջան, պես որ գնամ են կտորներ ձեզ ցույց տամ ու պատկերացնեք ոնց է ստեղ եղանակը տարբեր, ինչքան տարբեր է, ընկերներ, ինչքան տարբեր է, ոնց կարա տենց փոփոխական լինի, նույն քառակուսի մետրի վրա։ Եկեք ձեզ մի հատ Պոնտեվեկիոն ցույց տամ, եկել եմ։ Շարունակենք, գնանք դեպի այն հատվածը, ուզում անպայման ձեզ ցույց տամ։ Արդեն տուրիստները լեփ-լեցուն են ժողովուրդ, նայեք։ Այստեղ շատ է սպորտը, շատ են սիրում Արնոյով անցնել։ Քայլենք։ Տանջված տուրիստներ են, ինչքան են քայլել, քանիսից են զարթնում ու քայլում։ Հետաքրքիր է նայել իհարկե։ Երբ որ դու տուրիստ ես, իսկապես շատ հետաքրքիր է։ Ինչ են կանգնել։ Ապտտվում է։ Նայեք, մի գլիցինյան սա է, տեսեք, համարյա թե վրան չի մնացել։
ամբողջը ծաղկել է։ Մի քանի հատիկ են մնացել, որ գույն կա վրաները։ Մյուսը այն մեկն է, նայեք։ Տեսնում եք։ Համարյա թե չկա։ Ամբողջը ծաղկի վերջացրել է։ Իսկ բալդինին տեսնում եք այստեղից, այ էնա, տեսնում եք այս թեքությունը։ Էսա։ Որտեղ էի ես։ Այ ընդհանրապես այս կետից, այս կետ, այս հələ չի ծաղկել։ Այս արդեն վերջացրել է ծաղկել, այս արդեն վերջացրել է ծաղկել։ Ժորդ շատ հետաքրքիր է այստեղ բնությունը, իսկապես շատ հետաքրքիր է։ Աննկարագրելի է։ Նայեք։ Որ կարոտել է բոլոր կարոտողների համար։ Իդեպ մի ամիս առաջ ինչ-որ մեկը բրթել էր, կոտրել էր այս արձանը, գցել էր ջուրը, վերականգնել են կրկին, չգիտեմ ինչի համար էր այդ վանդալիզմը, բայց ընկերներ այնքան շատ է այստեղ վանդալիզմ, դուք չեք կարող ձեզ պատկերացնել, բնականաբար մեծամասնությունը էմիգրանտներ են, նելեգալներ են, երիտասարդներ են, որ այդ ամենը կազմակերպում են ընկերներ ջան, այդ քանդել, ջարդել, գողանալ, ահաբեկել, այդ ամբողջը իրենցից եկող բաներ են ցավոք սրտի, բոլորը նելեգալ են, միջև տենց 20-22 տարեկան տղաներ են, չգիտեմ, գիտեք թե չէ Իտալիայում սենց բան կա, ուրիշ քաղաք, ուրիշ երկրներում չգիտեմ ոնց է։ Եթե ստեղ անչափահասը մուտք գործեց երկիր, ինքը չունի անձնագիր, ինքը չունի ոչ մի բան, ինքը ասում է ես անչափահաս եմ, նույնիսկ եթե ունի անձնագիր, հա, ցույց է տալիս, որ ինքը անչափահաս է, իրան միանգամից ոստիկանությունը տեղավորում է համապատասխան ստրուկտուրաներում, անչափահասների ոնց որ գիշերօթիկ դպրոց լինի, սենց ասեմ, հա, ինքը այնտեղ ապրում է այնքան ժամանակ, մինչև որ լրանա նրա 18 տարեկանը, բնականաբար ապրում է պետության հաշվին, քնում է այդ ստրուկտուրայում, նրան օրական գումար են տալիս, հաստաթղթեր են տալիս, այսինքն կեցության քարտ, ասեմ ձեզ, հեսա նայեք, ամբողջը արդեն ծաղկեր դուրս է եկել, բայց շատ գեղեցիկ է, ափսոս չեմ կարողացել կամ շուտ, հա, տալիս է իրան կեցության քարտ, նա այնտեղ սովորում է, դասերի է գնում, այսինքն համարվում է ոնց որ սկոլա սուպերիոր է, այսինքն բարձր դասարաններն ավարտում, հա, նայած քանի տարեկան է բնականաբար մուտք գործել, բայց հիմնականում ովքեր գալիս են, այսինքն 16, 15, 17 տարեկան են լինում, տղաներ, մեծամասնությունը աղջիկներ շատ քիչ են, այդպես պետությունը նրանց վերցնում է, տերականգնում սենց ասենք, հա, և դրանից հետո, եթե իրանք կարող են իրենց համար աշխատանք գտնել, իրանք կարող են շարունակել երկրում մնալ ամբողջությամբ օրինական հիմունքների վրա։ Եվ դա իմանալով շատերը հենց այդպես անում են ընկերներ։ Նույնիսկ գիտեմ ծնողներ, որ հատուկ են ուղարկում իրանց երեխաներին։ Ուղարկում են այստեղ, որպեսզի կազմակերպեն նրանց փաստաթղթերը, նրանց կյանքը եւ վերջ ընկերներ։ Եվ երկիր ընդունում է։ Բայց ցավոք սրտի ոչ բոլորն են այդ երիտասարդների, հա, անչափահասների, երբ որ գալիս են այստեղ, միշտ չէ որ իրան գալիս են իսկապես լավ ապրելու համար։ Շատ անգամ իրենք գալիս են, որպեսզի ինչ լավ գնացի մեքենաների մեջ զգացիք։ Մի հատ գլիցինիա տեսա, մենակ դրա համար, մի հատ նայեք։ Շատ անգամ գալիս են, հենց իրենք էլ անում են այդ բոլոր անկարգությունները, գողությունները, վանդալիզմը, ամբողջ գալիս է իրանցից։ Ցավոք սրտի այդ դպրոցներում սովորելը իրանց սենց ասենք մարդ չի դարձնում, ժողովուրդ ջան, շատ ցավալի է, բայց այտենց է։ Քայլելով գնում եմ, գնամ դեպի կենտրոնական հատված, հետո կգնամ արդեն տուն։ Շատ տուրիստներով լիքն է, արդեն վերջ սեզոնը բացվեց, բոլորը կգան, ռեստորանները կբացվեն ժամը 12-ից բնականաբար, արդեն պատրաստում են, ինչպես տեսնում եք, փոքրիկ սրճարաններ, ռեստորաններ, այս միած հենց հատված է, որտեղ երեկոները շատ հետաքրքիր են, ամբողջ ապերիտիվներ են տեղի ունենում, շատ
Մարդիկ են հավաքված, ինչպես նաև հիմա։ Այ, դուս եկա Պալացո Վեկիոյի մոտ ժողովուրդ։ Կրճատեցի մի փոքր ճանապարհս, որ շատ երկար չքայլեմ, որտեղ ժամանակ չունեմ։ Պետք է վազեմ տուն։ Հավեսա չէ, կուլտուրա, որ սենց համարյա թե փողոցում նստել, սնվել, նայել, շատ հավես։ Սիրում եմ ես այս քաղաքը, ժողովուրդ, ինչ ուզում եք ասեք, սիրում եմ։ Ընդհանրապես Իտալիան շատ եմ սիրում, իսկ Ֆլորենցիան դե իմ ամենասիրելին է։ Բնականաբար, ոչ թե որտեղ ես այստեղ ապրում եմ, այ առաջին օրվանից, երբ որ առաջի անգամ 2010 թվականին եկել եմ ստեղ տուրիստ, հենց առաջինը եղել եմ Միլանում, երկրորդը եղել եմ, եթե չեմ սխալվում, հենց Ֆլորենցիայում, այո։ Ու հենց այդ օրվանից ես Ֆլորենցիան սիրեցի։ Ու փաստացի, տեսեք, ճակատագիրը ոնց եղավ, որ ես 2019-ին եկա ստեղ ապրելու։ Մի հատ նայեք ինչ հերթ է այս Անտիկո Վինայոյում, չնայած սրա նման միլիոնավոր տեղեր կան, ինչ նշանակում Instagram, ոնց են մարդկանց ուղեղը փոխել եւ համոզել, որ սա ամենալավ վայրն է այդ սենդվիչները, սկյաչատաները ուտելու։ Բայց դա այդպես չի, ընկերներ։ Կան միլիոնավոր վայրեր, որում կարելի է դա ուտել, եւ շատերը նույնիսկ ավելի լավն են, ընկերներ, բայց գովազդը իրեն անում է։ Սա էլ է շատ լավ սրճարաններից մեկը, շատ եմ սիրում, Coin գիպերմարկետի հարևանությամբ է գտնում այստեղ, շատ լավն է, շատ գեղատեսիլ է։ Մի քիչ շատ եմ ես երևի հեռախոսը թափ տալի ժողովուրդ, բայց ցավոք սրտի դեռ ստաբիլիզատոր ես չեմ գնել։ Ու մի քիչ չեմ էլ պատկերացնում ոնց եմ դրանով քայլելու, ձեռքս բռնած, չեմ պատկերացնում։ Տուրիստների քանակը իհարկե վախացնում է։ Շուտով այստեղ քայլելու տեղ չի լինի։ Ընկերներ, ուղղակի չի լինի։ Շարունակենք մեր ճանապարհը դեպի տուն։ Հիմա ասում եմ կարևորը հասնենք տուն։ Իմ պարագայում սուպերմարկետ, որովհետև մի քանի գնումներ ունեմ անելու։ Միջև տուն գնալը, որ հասցնեմ հետո մտնեմ տուն, մի քանի գործ անեմ եւ վազեմ փոքրներից բերելու։ Այսօր ես արդեն տուրիստ եղա, մասնակցեցի ծաղկմանը, իմ դիմացնա Լոջա Լանցի, որտեղ քանդակների մեծ մասը դա բնօրինակներ են, սա Ուֆիցի հերթն է, որը սկսում այստեղ, պատկերացնում եք, հաչե չի սկսում ստեղ, ավելի հեռ է սկսում, ու այսենց միջև վերջ, ընկերներ, վերջ, սկուզա, տիկինը ուզում էր անցներ, ոյ, հələ սպասեք, մի հատ բան ձեզ ցույց տամ, Պալացո Վեկիոյի պատի վրա լեգենդա ասում է, որ սա Միքելանջելոն է փորագրել, երբ որ այստեղ դատ է եղել հրապարակում, կանգնած է եղել մեջքով այս պատին եւ մեջքով առանց նայելու ձեռքով քանդակել է այս պատկերը, ընկերներ։ Պատկերացնում եք։ Մամա միա, ժողովուրդ, այս ինչքան մարդ կա։ Շարունակում եմ իմ ճանապարհը, ընկերներ, որպեսզի գնամ այստեղից քայլեմ։ Շատ լավ եղանակ է, գիտեք, ոչ շոկ է, ոչ ցուրտ է։ Հիանալի է ուղղակի քայլելու համար։ Իսկապես ապրիլը, երևի մայիսը իդեալական ամիսներ են։ Մարտը չեմ կարող ասել, որտեղ ժողովուրդ այնքան անձրև է, այնքան տարօրինակ եղանակ է, մեկ ցուրտ է, մեկ շոկ է, չեմ խորհուրդ տա, բայց այ ապրիլ, մայիսը երևի ամենաիդեալական ժամանակն է։ Հարգելի ընկերներ, այսօր իմ վլոգը ավարտվում է։ Եթե հավանեցիք, խնդրում եմ սրտիկ եկային եւ բաժանորդագրվեք։
կհանդիպենք հաջորդ հոլովակներում։